Իրանի Մաշհադ քաղաքում այս գիշեր ավարտվել է նախկին գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունը։ Ալի Խամենեիի աճյունն ամփոփվել է Իմամ Ռեզայի դամբարանում։ Մաշհադը Խամենեիի հայրենի քաղաքն է։ Փողոցներում հավաքված մարդիկ պարզել են Իրանի ազգային դրոշները, սպանված առաջնորդի լուսանկարներն ու «Մենք կսպանենք Թրամփին» գրության պաստառներ։ Իրանի վրա հարձակվել է հավասարազոր է մարմնից քաղցկեղը հեռացնելուն, եթե չհեռացնեք քաղցկեղը կմեռնեք, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, մեկնաբանելով Միացյալ Նահանգների ավիահարվածներն Իրանին։ Ինչ վերաբերում է իրեն, ապա նա նշել է. «Ինձ դեմոնիզացնում են, ես դրան արժանի չեմ, մարդիկ ինձ չեն ճանաչում, ոչ ոք ինձ չի ճանաչում»։ Եվրամիությունն էլ պատրաստվում է քննարկել Իսրայելի անօրինական բնակավայրերից ներմուծման համար մաքսատուրքեր կիրառելու հարցը։ Մասնավորապես եվրոպական հանձնաժողովն առաջարկում է խիստ միջոցներ արևմտյան ափին իսրայելական անօրինական բնակավայրերից ներմուծումը կրճատելու համար։ Գաղտնի փաստաթուղթը հայտնվել է Պոլիտիկոյի խմբագրությունում։ Բոլորը խոսում են պատերազմի եւ զենքի մասին, ես դեռ ոչինչ չեմ լսել խաղաղության մասին, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հայտարարել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ Մարիա Զախարովան էլ Ռուսաստանում բենզինի ճգնաժամից բողոքող օտարերկրացի դիվանագետներին առաջարկել է անցնել հասարակական տրանսպորտի։ Գերմանիայի դեսպանատունը մեզ տեղեկացրեց բենզինի խնդիրների մասին եւ որ անհրաժեշտ է դադարեցնել, ինչպես նրանք են անվանում, ագրեսիվ պատերազմը։ Մենք համաձայն ենք, որ ժամանակն է Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով իրականացվող այս ագրեսիվ պատերազմը։ Մինչ այդ թող մտահոգ գերմանացի դիվանագետներն օգտվեն հասարակական տրանսպորտից, ասել է նա։ Մուհամմեդ անունը կրկին դարձել է Անգլիայում եւ Ուելսում նորածին տղաների շրջանում ամենատարածված անունը։ Սա արդեն 3-րդ տարին անընդմեջ։ Իդեպ, ինչպես հայտնել է Մեծ Բրիտանիայի վիճակագրության վարչությունը, անունների թոփ 50-ում կան նաեւ այս անվան այլ տարբերակներ՝ Մոհամմեդ եւ Մոհամմադ։ Attention all aircraft, effective immediately, Palm Beach International Airport is officially President Donald J. Trump International Airport. Ֆլորիդայի Palm Beach-ի միջազգային օդանավակայանը պաշտոնապես վերանվանվել է Թրամփի պատվին, հայտարարել է օդանավակայանի մամուլի ծառայությունը։ Նյու Յորքի կենտրոնում էլ տեղադրվել է ֆուտբոլի աշխարհի գավաթի 8 մետրանոց կրկնօրինակը, որն ամբողջությամբ պատրաստված է Լեգոյի խորանարդիկներից։ Չինաստանի Հենչժոու քաղաքում հորդառատ անձրևների պատճառով հեղեղվել է օձերի բուծման ֆերման, որտեղից մոտ 900 օձ է փախել։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։